Հայաստան այցելած ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության անդամներին այսօր ընդունեցին խորհրդարանում։ Փակ հանդիպումից հետո պատասխանելով Ազատության հարցին, թե Հայաստանում 1 տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունը ինչպես է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա եւ համագործակցության ինչ հնարավորություններ կան, Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Վern Բուքանանը արձագանքեց. This is all of our first visit here, won't be our last, we're going to be back. Սա մեր առաջին այցելությունն է Հայաստան, կարծում եմ մենք դեռ շատ հանդիպումներ կունենանք, ես ինքս առևտրի եւ ներդրումների հանձնաժողովում եմ ընդգրկված եւ մենք այս ուղղությամբ այս հարցերին անդրադարձ կատարեցինք։ Նոր հնարավորություններ կան այս ուղղությամբ, բայց կարևորագույն ուղղվածությունը խորհրդարանի հետ է լինելու, քանզի նոր խորհրդարանը նոր անդամներով եւ այդ հարցերի շուրջ մենք պատրաստվում ենք աշխատել միասին։ Here in the country and some foreign investment from abroad. So those are areas also they're going to work on in terms of the new government. Ամերիկացի օրենսդիրներն այս անգամ Լեռնային Ղարաբաղ չեն այցելի, տեղեկացրեց Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը։ We are focused on Yerevan and on the parliament. Մեր այցը Երևան է եւ այցի նպատակն էլ խորհրդարանի հետ աշխատանքն է։ Այս ուղղությամբ շատ անելիքներ կան եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ շատ հագեցած գրաֆիկ ունենք եւ սա մեր առաջին այցն է։ So believe me, we have a very full agenda. Ազատությունը կոնգրեսականների այցի մասին խոսեց նաև քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ, ով հիշեցրեց, որ նախորդ անգամ ամերիկացի 5 օրենսդիրներից 3-ը մեկնել էին Արցախ։ Տարածաշրջանային այցեր գալուց առաջ կոնգրեսականներ եղել են նաև Վրաստանում, նաև եղել են Ուկրաինայում, այնպես որ սա կարելի է ասել տարածաշրջանային այցեր, նպատակը դեմոկրատական հասարակությունների, այսպես ասենք, միմյանց հետ շփումն է, փորձի փոխանակումն է, այսինքն այս առումով չափազանց կարևոր է կոնգրեսականների այցը։ Սա իհարկե բացառիկ ձևաչափ է, որովհետև այցելում են երկու կուսակցության ներկայացուցիչներ, թե հանրապետականներ եւ թե դեմոկրատներ, եւ այս առումով նույնպես կարևոր է այս ամբողջ գործընթացում սա հաշվի առնել։ Կարևոր հանգամանք է նաեւ այն, որ կոնգրեսական խմբում կային ներկայացուցիչներ նաև հայկական բարեկամական խմբից, 2 հոգի են ընդհանրապես հայկական բարեկամական խմբից ու կոնգրեսականներից, բայց ցավոք սրտի ի տարբերություն նախորդ անգամների նաև հայկական բարեկամական խմբի կամ Armenian Caucus-ի ներկայացուցիչները ցավոք սրտի չեն այցելել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները այս մասին պետք է մտածեին եւ նաեւ Վաշինգտոնում մեր լոբիստական կազմակերպությունների հետ ակտիվ շփման եւ աշխատանքի արդյունքում կարող էին այցելություն կազմակերպել Ստեփանակերտ, սա չափազանց կարևոր մեսիջ կլիներ, նույնիսկ եթե ժամկետները սուղ էին։ Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են հանդիպել նաև գործադիր իշխանության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Կլինի քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այսօր ավելի վաղ պատվիրակության անդամներին մայրաթորում ընդունել էր ամենայն